Օրակարգի հաստատման ելույթի ժամանակ անպայման մանրամասն մի շարք բաներ, այս բանին քվեարկության դրվող հարցի վերաբերյալ ասեմ, որ Հայաստան խմբակցությունը լիակատար աջակցում է հայտարարության այս նախագծին, ավելին, ինչպես քննարկման ժամանակ ենք ասել, նրանում արտացոլված հաստատումները ոչ միայն բավարար, անհրաժեշտ, այլ նույնիսկ մի բան էլ պակաս է ներկայացված եւ այս ընթացքում անդադ հիմնավորվում է դրանում արտացոլված բոլոր հիմնավորումները այս կառավարությանը տուն ուղարկելու ուղղությամբ։ Հետևաբար Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկում հայտարարության նախագծի օրակարգում ընդգրկելու։ Վարման կարգով Հայկ Կոնջուրյան։ Հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելյացին այս նախագծին եւ impeachment-ի բոլոր հնարավոր մեռելյացին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարության միջոցով։ Դեմ ենք քվեարկել։ Շնորհակալություն։ Այժմ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալություն։ Այո, մենք պարոն Մամեջյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք այս հարցը եւ պարոն Ասլանյանի անունից նաեւ ես ասել եմ, որ մենք խոչընդոտ չենք հանդիսանա, մենք չենք տորպեդահարի, բայց ասենք այդ հարցի քննարկմանը եւ ընդհանրապես զարգացումներին, բայց մենք շատ հարցեր ունենք քննարկելու դեռ, որոշակի ճանապարհ ունենք անցնելու, մեր համար կան որոշ բաներ բարձրաբանելու համար եւ հետեւաբար մենք ձեռնպակ քվեարկենք այս պահին։ Քվեարկությանը դրվում ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման հարգելի գործընկերներ, դրություն, անցնում ենք կարևոր քվեարկության, կարևոր հարցի, լուրջ հարցի։ Քվեարկությանը դրվում ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 24, դեմ 48, ձեռնպա 2, որոշումը չի ընդունվել, վարման կարգով Հայկ Մամեջանյան։ Հայկ Մամեջանյանի խոսափո միացրեց։ Նախ հիշեմ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկեմ խոսնակի եւ փոխխոսնակի պաշտոնները վերանվանել մեկնաբանի եւ փոխմեկնաբանի, ոնց որ ավելի շատ էությանը կսազի, իսկ մեր քաղաքական հանդիպումների համար միան հանգստացեք, պարոն Ռոբինյան, ձեր հերթն էլ կգա հանդիպելու, ձեզ հանդիպելու։ Շնորհակալ եմ, պարոն Մամեջյան, պաշտոնների վերանման վերաբերյալ առաջարկը չի ընդունվում, ձեզ հետ սիրով կհանդիպեմ Հանրապետական կուսակցության ինքնարուծարման օրակարգի շուրջ։ Այժմ անցնենք առաջ մտքերի փոխանակության համար հերթագրում։ Արծվիկ Մինասյան։ Հարգելի հայրենակիցներ, ինչպես քիչ առաջ քվեարկությունը ցույց տվեց, ակնհայտ է, որ մեծամասնությունը մերժում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրված գնահատականները, որոնք պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարության նախագծում ներկայացրել էր եւ ակնհայտ է մեկ բան եւս, որ դրանում տրված գնահատականները ոչ միայն լիարժեքորեն արտացոլում են այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը, այլ ամեն օր ապացուցվում է հակաժողովրդավար, հակաիրավական, հակաքաղաքական, իսկ առանձին դեպքում նաև քաղաքականության տեսակետից անբարոյական վարքագիծը, որ ցուցաբերվում է մեր երկրի քաղաքացիների, քաղաքական ուժերի, մեր երկրի ինքնիշխանության ուղղությամբ այսօր Հայաստանում իշխանություն ունեցող մեծամասնության կողմից։ Երեկվա դեպքերը Գյումրիում ակնհայտորեն ցույց տվեցին նաև մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի
քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը եւ փորձ է անում նախ սկզբում տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, իսկ այնուհետև հարձակվել բոլոր հնարավոր մեթոդներով եւ գործիքակազմով։ Որևէ մեկը իրավունք չունի խախտել Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Բայց երբ քաղաքական պատասխանատու մարդիկ, падգամավորները հերթով իրար հերթ չտալով անընդհատ մեղում են եւ հաստատում են հանցագործության առկայության մասին, հաստատական պնդումներ են կատարում, սա խոսում է նաեւ այս մարդկանց հակաօրինական Սահմանադրությունը չտիրապետելու, ժողովրդավարության եւ իրավական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարելու ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող վարկագծի մասին։ Ես ելույթ կունենամ։ Շնորհակալ